Բարև ձեզ, եթերում թատերական օրագիրն է։ 3 մարտի 26-ին Կապանյան բեմը գրավել էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը իր գեղեցիկ հաղթանակի գենեզիս ներկայացումով։ Եվ այսօր այդ ներկայացման դերակատարներին, բեմադրողին եւ թատրոնի գեղեցկական ղեկավարին մենք հրավիրել ենք այստեղ։ Մեր տաղավարում են գտնվում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասաններ Պարշամ Գևորգյանը, գեղարվեստական ղեկավար եւ այս ներկայացման բեմադրիչ Նարինե Գրիգորյանը եւ դերասան Արման Նավասարդյանը։ Ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Ողջույն։ Շնորհակալություն, որ չմերժեցիք մեր հրավերը եւ հիմա այստեղ եք։ Այս ներկայացման մասին ավելի շատ կարելի է լռել, քան խոսել։ Թույլ տվեք առաջին հարցը, ինչպես ծնվեց միտքը նման ներկայացման։ Սարան Ալբանդյանի մոտ ծնվեց միտքը, որ ինքը վավերագրական թատրոնով շատ էր զբաղվում եւ երբ անդրադարձավ այս թեմային, ընտրվեցինք այս երեքս, որովհետև Արմանը սահմանամերձ գոտու երեխա էր, ես Արցախի, իսկ Վարշամը Երևանի, եւ այդպես ոնց էր քարտեզը հայկական ամբողջական էր ստացվում, ավելի ընդլայնվում էր աշխարհագրությունը, ավելի հասկանալի էր դառնում ինչ էր կատարվում այդ թվականներին Հայաստանում։ Դե այդ ժամանակ մենք երեխաներ էինք եւ մեր աչքերով էր, եւ հետո մենք սկսեցինք մեր պատմությունները պատմել, ու այդպես պատմում էինք, այդ ժամանակ շատ էինք հուզվում, որովհետեւ պարզում էր իրենք մեր մեջ նստած էին եւ թվում էր թե հաղթահարել ենք, բայց երբ պատմում ենք շատ հուզում էր դուրս գալիս այդ ամենի հետ։ Հետո այդ ամենը հավաքվեց հայրիկների թեմայի շուրջ, որովհետեւ Արմանի հայրիկը կռվում էր, իմ հայրիկը գերության մեջ էր, Վարշամի հայրիկը թիկունքում եւ ինքը պահում էր թիկունքը, ուզում եմ ասել, այդպես ու մեկը եթե պատերազմ ա լինում, ամենաշատ ընտանիքը վախենում է պապայի համար։ Ու այդ թեմայի շուրջ սկսեցին սրանք բոլորը վավերագրական իրական պատմություններ են եւ այդպես միահյուսված են իրար մեջ, ամենադժվարը այդ միահյուսումն է, որ այս սրանից հետո հիշել, որ ես եմ պատմում բան ու այդպես մի խոսքով ծնվեց այս ներկայացումը։ Իսկ ծանր չէր մոտենալը թեմային, հիշողությունները չարտնացրեցին, ինչ որ մի ծանր զգացողություններ ստեղծման ժամանակ ներկայացման։ Դե ոչ, որովհետև մանկությունը ինքնին ուրախ պատմություն է եւ հենց ամբողջ իմաստն էլ երևի հենց դրան, որ երեխայի աչքերով ամենադժվար պահերն էլ նույնիսկ դա ամբողջը կատարում է խաղի տեսքով, երազանքների տեսքով եւ հենց այդպես էլ ծնվում է հաղթանակը, հենց դրա մասին է պատմում, որ հավատի, այսինքն երեխայի պես հավատալու շնորհիվ է ծնվում հաղթանակը եւ մենք մեր պանկությունն ենք պատմում, իրականությունը ինչ որ կա, դուք էլ լսեցիք, ովքեր ներկային լսեցին, կարծում եմ, դժվար մանկություն չենք ունեցել։ Այսինքն, հա, գուցե հիմա դատում ենք եւ պատկերացնում ենք այն ժամանակ մեր ծնողների վիճակը, թե ինչեր են իրենք տարել, բայց մենք լինելով ինքներս երեխա այդ ժամանակներում, դες համար այդ ամենը նորմալ էր։ Մտածում ենք այդպեսին է կյանքը։ Պետք է լինի։ Ես օրինակ պիտի հակադարձեմ, շատ ներողություն, պիտի ասեմ, որ ինչ վերաբերում մանկությանը, բոլորի մանկությունն էլ երջանիկ է եղել։ Եթե այդպես նայենք, հիմա ես կարող եմ այս տարիների հեռվից հայացք նետել դեպի իմ մանկությունը եւ թեպետ այդ պատերազմի շրջանում վատ հիշողություններ են գալիս, հացի հերթ, մացի հերթ եւ այլն, ռմբակոծություններ, ապաստարաններ, անհանգստություն, ռմբակոծությունից հետո չես կարողանում զանգել հարազատիդ, որովհետեւ հեռախոսներ չկան, գծերը չկան ժամանակ, հեռախոսները գծերով էին եւ փչանում էին գծերը։ Այդ անհանգստությունը եւ այլն, հիմա բայց հասկանում եմ մի շատ պարադոքսալ բան կա։ Մենք երջանիկ էինք, որովհետեւ բոլորս միասին էինք, բոլորս իրար հետ էինք։ Հակառակ որ վատ պայմաններ էր բոլոր առումներով, բայց մենք միասին էինք։ Օրինակ այդ ապաստարանների մեջ ես կպած էի իմ տատին, ինձ կպած էր մայրս։ Մենք իրարով էինք ջերմանում։ Մեր վառածը մի գիրք փայտ էր, վերջանում էր այդ փայտը ու վերջ, բայց մենք այդ ջերմությունը ոնց էինք, հիմա հիշում եմ ու հասկանում եմ, որ մենք իրար էինք ջերմացնում։ Հիմա մենք առանձնացել ենք, իրար հետ չենք այլևս, առհասարակ կյանքն այդպես է դարձրել մեզ, մենք հեռացել ենք իրարից։ Այդ մեկ, իսկ մյուս առումով որ դժվար էր, այո, դժվար էր, որովհետև ինչու էր դժվար, որովհետև իմ մանկության մասին ես կարող եմ պատմել միայն իմ մտերիմներին։
ես բեմի այն էլ հատուկ են մտերիմների, ովքեր կարող են ինձ հասկանալ։ Բայց բեմի վրայից պատմել այն թաքուն բաները, որը ես եմ ապրել, այսա դժվար էր եւ ես շատ մեծ դժվարություն եմ հաղթահարել առաջին մի քանի ներկայացումը, որ ես պատմեմ դրա մասին։ Երևի թե թատրոնը այդ այն բանի մասին է, որը դու թաքցնում ես, որը դու բացահայտ չես խոսում կյանքում, կամ չես ապրում այն զգացմունքները, ինչ որ ապրում ես բեմի վրա։ Այ բեմը դա թույլ է տալիս, որ դու ու մենք խաղում ենք ոչ ուրիշի պատմություն, այլ մենք ինքներս մեր պատմությունն ենք խաղում, սա կրկնակի բարդություն առաջացնում։ Այո, ինձ մոտ եղել է այդ բանը, որ ես դժվարությամբ եմ ինձ տրամադրել պատմելու այն էմոցիաների մասին, այն զգացմունքների մասին, ինչ որ իմ ծնողներն են ունեցել, եւ այն ինչ որ ես եմ ունեցել։ Սա ամեն մեկին պատմելու բան չի։ Այդ առումով ես այս ներկայացումը բացառիկ եմ համարում։ Իսկ կարելի է կարծել կներեք, պարոն, կարելի է փաստել, որ սա ավելի շատ թերապիա էր, մանկական տրավմաները վերհիշելու եւ հաղթահարելու։ Չեմ կարող ասել, դուք այդպես մտածեք։ Երեք դուք կապանցի հանդիսատեսի արչեւ ներկայացաք եւ նրանցից շատ-շատեր ապրել են այն կյանքը, ոչ իհարկե մանրամասնությունով ապրել են այն կյանքը, որ ապրել է յուրաքանչյուրը։ Եվ նկատելի էր մարդկանց արձագանքը այդ ամեն ինչին։ Ես էլ ինձ պատկերացնում էի Վարշամի կերպարում, որտեղ ես էլ այդ եմ ապրել։ Բայց հետաքրքիր է որն էր, կային երիտասարդներ, ովքեր չէին ապրել այդ ամենը, ում համար այդ ամենը խորթ էր, անհասկանալի էր, բայց նրանք էլ էին շատ հետաքրքրված նայում, բայց նրանք էլ էին ամեն ռեպլիկի ժամանակ ճիշտ ընկալում երևույթը, սա է ներկայացման հաջողությունը։ Դե սա հայ ժողովրդի պատմության մի դաս է, ես շատ սիրում եմ այդ դասի տեսարանը, որ երբ Վարշամին ասում եմ, ինչու դասը չես կարդացել, ասում եմ կարդացել եմ, բայց չեմ սովորել։ Անդադ մեկ այս ինչի միջև ենք բաժանվում, մեկ սրանք են մեզ գալիս, կոտորում, նվաճում եւ այլն, երբ կհասենք այն դասին, որ հայերն են հաղթում, կսովորեմ։ Եվ այս հաղթանակի գենեզիսը ներկայացումը, այս այդ հաղթանակի դասն է, որ այդ փոքրիկ հաղթանակներից ինչպես ծնվեց մեծ հաղթանակը, ինչպես մանկական հավատից, միամտությունից ծնվեց։ Իսկապես ես հավատում եմ, որ պապաս գալու է, պապաս եկել է։ Ու այդպես ուզում եմ ասեմ, այդպես է ծնվում հաղթանակը եւ մենք շատ գենեզիս բառի համար ենք անհանգստանում, որովհետեւ այնուամենայնիվ այդպես, բայց ինքը մտավ մարդկանց խոսքի մեջ եւ մենք անգամ որ այս 44 օրյա պատերազմը եղավ եւ այս երկու տղաները գնացին պատերազմ, հետո հետ եկան եւ ասացին այլևս չեն խաղալու, ոչ թե այս ներկայացում, այլ ընդհանրապես։ Հետո մի օր Վարշամը ասեց հաղթանակի գենեզիսը պիտի խաղանք ու խաղանք այնպես ինչպես խաղացել ենք։ Ու ոչինչ չենք փոխել, բացի միայն մի նախադասություն եմ հանել, որ ասում էի ապահով տեղ դրեցի հայ ժողովրդի նորագույն պատմությունը, միայն այդ եմ հանել եւ վերջում էլի նորից ասում եմ հաղթանակ ու ասում եմ ծնվեց հարությունը։ Եվ ուրեմն Վարշամ ներկայացումը այս պահին, այդ ամեն ինչից հետո այս պահին ինչ ունի տալու մարդկանց, ինչ պատգամ ունի, ինչ լուծելիք խնդիր ունի։ Ես հաճախ կարող եմ որակել, որ մոլորության մեջ գտնվող ժողովրդին ինքը բերում է այն հոգեվիճակում, որտեղ որ մենք ինչպես որ ծնվել է հաղթանակը, այսինքն ժամանակի մեքենայի պես երբ վերադարձնում ես հանդիսատես երբ նայում է այս ներկայացումը, վերադառնում է այն ժամանակները, երբ ծնվել է հաղթանակը եւ հասկանում է այդ որ դա այդքան դժվար չէ եւ դա ընդհանրապես մեր մտածմունքի, մեր մոտեցման հարց է ընդհանրապես եւ վերադարձնում է հայկական հայի տեսակետին այն ինչ որ մենք ապրել ենք այդ անկախությունից հետո, անկախությունը 91-ից սկսած դա մեր զարթոնքն է, հայկական զարթոնքն է եւ ընդհանրապես սա ժամանակի մեքենա է եւ որպեսզի ժողովուրդը ոչ թե որպեսզի այլ կարող է ժողովուրդը այս ժամանակի մեքենայով իր միտքը բարձեցնել, մաքրել եւ վերադառնալ այն ժամանակներում, որտեղ որ կերտվել են մեր հաղթանակները։ Երբ ներկայացումը դիտեցինք, ծափերը այլ էին, քան 6 տարի առաջ։ Կարծում եմ հասավ
ներկայացումը հանդիսատեսին բերեց նրան քո խոսքին, որ վերապրեց այս ամեն ինչ ու հասկացա, որ ինքը դեռ առաջ գնալու բան ունի։ Զարթոնք պիտի ապրի։ Դուք զգացիք այս ծափերի տարբերությունը, թե չէ։ Իհարկե։ Տեսեք, ես այս ներկայացումը ներկայացումը օր-օրի փոխվում է, հանդիսատեսներ է փոխվում, մենք էլ ենք փոխվում, ընկալումներն են փոխվում, չի կարող նույնը լինել։ Չի կարող, անգամ ֆիլմը, երբ որ թվում է թե նույնը պիտի լինի, բայց ամեն անգամ դու այլ կերպ ես նայում այդ ֆիլմը։ Ես այս ներկայացումը տեսել եմ 2020-ից առաջ նույն բեմում։ Այն ժամանակ հպարտություն էր, ծիծաղ էր, հումոր էր։ Այսօր իմ մոտ ավելացավ նաև կոկորտիս մեջ լցվող արցունքը, որը տեսարաններ կար, որ դուրս էր գալիս այդ արցունքը, որը կար տեսարաններ կար, որ խեղդում էր, թույլ չէր տալիս, որ ինձնից դուրս գա։ Արման, դու ինձնից ավելի մեծ հասուն փորձ ունես եւ կյանք ավելի լավ ես ճանաչում, ինչից է։ Այդ կուտակումը ինչից է 2020-ից առաջ ու հետո, ինչ փոխվեց։ Այնքան բան։ Շատ բան փոխվեց։ Ահավոր բաներ եղան մեր կյանքում։ Վայրիվերումներ եղան, մենք ինքներս փոխվեցինք։ Ես այլևս այն Արմանը չեմ։ Դուք էլ են Արտուրը չեք։ Չենք կարող լինել այլևս։ Եթե նույնը պիտի մնայինք, ուրեմն պիտի գնանք բժշկի դիմենք։ Այդպես չի։ Շատ բան փոխվեց։ Ամեն ինչ փոխվեց։ Մենք հիմա կապանում ենք եւ ճանապարհը, որով մենք եկել ենք, նույնիսկ դա է փոխվել։ Ուր մնաց թե մեր ներսում ինչ որ բաներ չփոխվեն։ Ես էլ հիմա այդ արցունքը կգա այստեղ, դրա համար եկեք այսպես ավարտեմ։ Եկեք Արտուր ջան, քո թույլտվությամբ հարցը փոխենք։ Ինչպես եք վերաբերվում փառատոն, Հայաստանում անցկացվող փառատոններին, առավելից մարզային փառատոններին։ Ինչ հեշտությամբ փոխեցիք թեման։ Ես հատկապես տեսնելով այստեղ ինչպիսի հանդիսատես է, մտածում ես ինչքան կարիք ունես հանդիսատես, ինչքան հասուն է, ինչքան պատրաստ, ինչքան ծարավ է ամեն ինչին եւ ինչ հանցագործություն է, որ այստեղ անverջ թատերական իրադարձություններ տեղի չեն ունենում, որովհետեւ արժանի հանդիսատես է, շատ գիտակից, շատ ճաշակով եւ այլն, եւ ես իսկապես մտածում եմ ինչ լավ են արել, որ այս տարի ընդհանրապես որոշել են արտավազդը բերել այստեղ մրցանակաբաշխությունը, ինչ լավ են արել, որ որոշել են փառատոն անեն եւ անպայման հանդիսատեսը ցույց տվեց, որ այս փառատոնը պիտի ամենամյա լինի, անպայման պիտի լինի եւ ես ուղղակի հիացած եմ եւ փառք Աստծո կամաց երկիրը ոչ միայն մի Երևան է դառնում, այլ դառնում է հա, այո։ Եվ թատրոնը դրանում շատ մեծ դեր ունի։ Ինչ եք բերել մեզ, ինչ պատգամ եք բերել մեր հեռուստադիտողներին, մեր կապանցիներին։ Գիտեք, այնքան դժվար է, այդպես ասել, պատգամ, ինչ պատգամ։ Մենք դուք եք այդ պատգամը մեզ հղողը։ Դուք պիտի ամուր լինեք, դուք պիտի պինդ լինեք անշուշտ բոլորով միասին, եւ այդ խիզախությունը, այդ քաջությունը, այդ անվախությունը եւ այդ հպարտությունը մենք այստեղից պիտի վարակվենք դրանով։ Դա է երևի թե այն ոգևորող կամքը, որը պետք է նաև ձևավորվի մայրաքաղաքում եւ համեմատաբար, ասենք, թիկունքային բնակավայրերում, ինչպես նկատել եք, մենք թիկունքային բնակավայրեր շատ քիչ ունենք այլևս։ Այնպես որ դուք եք այն մարտնչող ոգու տեսակը, դուք եք այն խիզախումների արտահայտողը, որը մենք պետք է ձեզնից օրինակ վերցնենք եւ սովորենք։ Իսկ արվեստը եւ հատկապես թատերարվեստը ինչպես է օգնում դրան։ Այդ թող թատրոնի մասնագետներն ասեն։ Պատգամի մասնագետներն։ Ուզում եմ ասել, եկել ենք պատգամ տանելու, ոչ թե բերել ենք։ Թատրոնը ոչ կոնկրետ է աշխատում, այլ օրինակ ինչպես որ դու այս նույն ներկայացումը երկու տարբեր ժամանակահատվածում տարբեր ընկալումներով ես նայել, բայց մենք խաղացել ենք ամբողջությամբ նույնը, այնպես էլ թատրոնը միշտ է աշխատում, ինքը միշտ իր ճիշտ տեղում ճիշտ ազդեցությունն է ունենում, հաճախ նույնիսկ այդ ներկայացնողները
նույնիսկ անկախ մեր կամքից եւ այլն, այսինքն մեր անելիքը վաղուց մենք արել ենք ներկայացումը թատրոնը այդ երևույթը ինքը իր գործը միշտ էլ անում է, վստահաբար որ անում է, վստահաբար որ լավ գործ է անում, միշտ ավելի դրականին նպաստում։ Այս հաղթանակի գենեզիսի մեջ, ինչպես Արմանը նշեց եւ Վարշավն է ներկայացման մեջ ասում է, որ բոլորը միասնական էին, բոլորը մի բան էին ուզում, որպես երեխա չգիտեր ինչ է լինում, բայց այդ միասնականությունը ինձ թվում է այն ժամանակ սարեր շուռ տվեց այդ միասնականությունը, միասին կողքին, միասին դժվարություններ հաղթահարելը, այս միասին լինելու ուժն է, որ պիտի նորից վերագտնենք։ Ոնց որ դուք ձեր ուժը տաք, մենք մեր ուժը տանք, սենց, բայց միասին մի պետություն ուժը նորից ձեռք բերենք ու վերականգնենք, էլի։ Այսօր մարտի 27-ն է, թատրոնի միջազգային օրը։ Այո։ Եվ շնորհավորում ենք իհարկե մենք բոլորս այսօր հանրապետության թատերաշխարհը կարծես թե բոլորը մեծ մասը հավաքվել են Կապան քաղաքում։ Այսօր մայրաքաղաքը փոխվել է թատրոնի։ Փոխվել է մեր քաղաք, ինչ ակնկալիքներ կան արտավազդից, ձեր թատրոնը ներկայացված կա նոմինացիաներում, թե ոչ։ Մեր թատրոնը 12 նոմինացիաներում կա, այսինքն մի գլխավորում է ցանկը։ Դե միշտ չի այդպես լինում։ Համեստություն մի արեք։ Չէ, միշտ չի այդպես լինում։ Գյումրիներ անցած տարի շատ մրցանակներ տարել, նկատի ունեմ, դե տարի է լինում, որ ակտիվ է դառնում թատրոնը եւ փառք Աստծո, որ մեր ակտիվությունը նաեւ որակով է եղել։ Այդպես ասեմ, եւ իհարկե շատ ուրախ ենք արդեն էս որ դե այս տարի փոխել են, չէ՞ ձևը, երկու փուլով եղավ եւ առաջին փուլից հետո արդեն հայտնվելով այդքան անվանակարգերով, իհարկե անվանակարգերում արդեն շատ ուրախ ենք։ Ես արդեն գիտեք, sense հոգեպես արդեն այնքան բավարարված եւ ուրախ եմ, որ այսօր ուղակի դե գոնե մեկը, երկուսը, երեքը գտանենք եւ շատ ուրախ կլինեմ։ Կարևորը տոնենք, այսօր տոն է։ Հա Արմոնո միջազգային փառատոնի շրջանակներում դուք Նարինե եւս մի ներկայացում ունեք բեմադրած, որը էլի մի քանի նոմինացիաներով ներկայացված է։ Սասունցի Դավիթը։ Մեր քաղաքում մեծ անուն է հանել Սասունցի Դավիթ ներկայացումը, կարծում եմ այնտեղից էլ ակնկալիքներ կան։ Կարծում եմ։ Արմանը շատ զարմացած նայեց։ Չէ, բացարձակ։ Դե մի քանի ժամից մենք իմանանք, թե քանի արտավազդ է ստանում համազգային թատրոնը եւ ինչ ավարով է գնում Կապան քաղաքից։ Դե այսպեսով եզրափակենք մեր առաջին հատվածը Արտուր ջան, շնորհակալություն այսքան ջերմ ու չգիտեմ ոգեղեն պաթետիկ չի զբաղես բարագայում։ Չէ, ոչ մի պաթետիզմ, շնորհակալություն այս ջերմ զրույցի համար, իսկ մեր հյուրերն էին համազգային թատրոնի արտիստները, իսկ մենք կհանդիպենք երկրորդ հատվածում։ Շնորհակալություն։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտող, ավարտվեց եւս մեկ հանդիպում սիրված եւ ճանաչված դերասանների հետ։ Իսկ մենք Արտուրի հետ փորձենք ամփոփել մեր Կապանի կամերային ներկայացումների փառատոնը, որը մեկնարկեց մարտի 20-ին Կապանի դրամատիկական թատրոնի գրքոտ Սիրահարը ներկայացումով։ 6 օր շարունակ Կապանի դրամատիկական թատրոնի բեմում ներկայացումներ էին։ Մեր բեմում հանդես եկան Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, համազգային թատրոնը, Արմոնո միջազգային թատերական փառատոնի Սասունցի Դավիթ ներկայացումը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը իրենց ներկայացումներով։ Կապանցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու Հայաստանի լավագույն թատերական կոլեկտիվների թատրոնների աշխատանքները։ Իսկ այսօր մարտի 27-ը համայն աշխարհը նշում է որպես թատրոնի միջազգային օր եւ բացառիկ կերպով այս տարի Հայաստանի թատերական գործիչների միության արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությունը անցկացվելու է Սյունիքում, Կապանի սրտում։ Դե ինչ, իսկ հիմա այժմ ժամանել են Կապան, Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր քաղաքներից թատերական սերուցք, այսպես ասած, հայտնի նշանավոր արտիստներ, ռեժիսորներ, դերասաններ եւ բոլորը սրտատրոփ սպասում են երեկոյան ժամը 7-ին կայանալիք արտավազդ մրցանակաբաշխությանը։
Բոլորին ցանկանում ենք շատ վաստակած արտավազդներ։ Իսկ մենք չմոռանանք շնորհակալություն հայտնել մեր աջակիցներին, որոնք կանգնեցին այս գեղեցիկ փառատոնի եւ արտավազդ մրցանակաբաշխության կողքին։ Թույլ տվեք մասնավորապես շնորհակալություն հայտնել Սյունիք TV-ին, մեր ինֆորմացիոն հովանավորին։ Իսկ այս բոլոր օրերի ընթացքում ձեզ հետ էին Կապանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Քրիստինե Սլոյանը եւ դերասան Արտուր Գաբրիելյանը։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտող կհանդիպենք ուղիղ 1 տարի հետո նույն ժամին, նույն տեղում։ Հաջողություն։